Նույն Ռուբինյանին, երբ հարց են ուղում, երաշխավորում եք, որ ձեր իշխանության օրոք Տիգրան Աշենը չի հանձնվելու, եւ գիտենք, թե Տիգրան Աշենը ինչ նշանակություն ունի Հայաստանի համար, եւ գիտենք, թե Ադրբեջանը ինչ նկարտումներ ունի Տիգրան Աշենի վերաբերյալ, ըստ էության ոչ մի հաստատում չեղավ, որ ինքը երաշխավորում է, հակառակը հանձնվելու մասին են այլևս խոսակցությունները, որովհետև ասում է 29743 քառակուսի կիլոմետրի երաշխավորն են իրենք, խնդրեմ։ Տիգրան Աշենը տվել են այն 100 հազարավորները, իհարկե այս անգամ մեծամասնություն չկա, ովքեր ձայն տվեցին ԿՊ-ին։ Դրանք տվել են Տիգրան Աշենը, դրանք են հանձնել, եւ Նիկոլը ինքը վավերացնում է այդ հանձնումը, եւ Ռուբինյանը ով է, որ ինչ որ դեմ գնա կամ կողմ գնա, ինքը բան որոշող չի։ Այդտեղ օրենսդիր մարմին է ներկայացնում, բայց ես այստեղ նաեւ ուզում եմ ասել, մարդիկ, ովքեր հիմա չեն կարողանալու անցնել դեպի Սյունի գնացող այդ ճանապարհը, եւ այդտեղ տարբեր խութեր պիտի կարողանան հաղթահարեն։ Հիմա դրանք ինչ են մտածում, լավ, այդ հատվածն էլ տվեցիք, մյուս օր այն մյուս հատվածը կտակ, այդպես մինչև ուր ենք մենք գնալու։ Եվ նրանք, ովքեր մտածում էին, հլա հիշեք, Արցախը տանք հանգիստ ապրենք, այդպես չի լինում։ Դա շարունակաբար լինելու են տարածքներ, որոնք որպես կռվան են հանդիսանալու, եւ եթե այն ժամանակ Արցախն էր եւ Արցախով կարողանում էինք մենք պատվար ունենալ թշնամու դեմ, հիմա այլևս Արցախը կուլ են տվել եւ նրանք, ովքեր ասում էին Արցախը հանձնելուց հետո խաղ, հիմա հասկացան, որ եթե Արցախը չկա, Զանգեզուրը կռվան կդառնա, այդ Սյունիքը չկա, Սևանը կդառնա, Սևանը չկա, Տավուշը կդառնա, այսինքն միշտ էլ եթե պետք է կգտնեն, եթե դու թույլ ես, քո վրա միշտ էլ կգտնեն հարվածելու տեղերը, թույլ տեղերը եւ կհարվածեն։ Եվ ես չեմ տեսնում միտում, որ սրանք որևէ քայլ անեն զորացնելու, հայկականությունը վերհանելու, ազգը միաբանելու, ընդհակառակը պառակտումներն են շարունակվում։ Ես հիմա տեսնում եմ, որ անհավատների եւ հավատավորների մեծ բախումներ են հասունացնում եւ դա լինելու է։ Եվ այս ամեն ինչով հանդերձ այս պառակտումը, որը ի հակառակ հայ բոլոր ժամանակների բոլոր մեծերի հնչեցրած միասնականությունը, բռունցքվելը, սրանք լրիվ հակառակն են անում եւ դրանով հանդերձ ջնջում են մեր ինքնությունը, ինչը արդեն այդպես գիտեք բառ չի, որ այսպես ասում ենք, արդեն հասկանում ենք, որ որևէ մեկին չի հետարքրում իր հայ լինելը, եւ եթե իրանք մերժում են վեհապարին եւ դատարան են տալիս, իրենց նախնիները պապեր տատեր կլինեն, դրանք թե ծնողներ կլինեն, այդ գերեզմանների մեջ տասնապատիկ անգամ շուռումուռ են գալու, որովհետեւ դրանք որպես հայ քրիստոնյաներ են մահացել, հուղարկավորվել եւ դրանց շատերին մեծ մասին հենց հոգևորականներն են այդ հուղարկավորությունը կատարել։ Իսկ սրանք հիմա դրանք բոլորը մերժում են, որովհետև էլի եմ ասում իրենց տերերը դա են հրահանգում։ Եվ եթե սրանք կարծում են, թե տերերի հրահանգը չանելով երկիրն են վտանգի տակ դնում, ոչ, երբեք էլ ոչ։ Այդ իրենց աթոռներն են վտանգի տակ դնում։ Իրենց աթոռները եւ իրենց պայքարը հանուն երկրի չի, հանուն մեր ժողովրդի չի։ Իրենց պայքարը հանուն լապի, հանուն աթոռի, ինչի տևական այդ բաները տեսանք, ապացույցները եղան եւ համոզումները եղան։ Հանուն լափի եւ աթոռի այն իրականության մեջ, որ իրենք վերահսկել են Հայաստանն ու հայ ժողովրդին, մենք տեսանք Հայկ Կոնջորյանի կինը $10,000 աշխատավարձով Հայփոստի տնօրեն է եւ ինչպես էր Կոնջորյանը, այսպես եռանդորեն փորձում արդարացնել այս իրողությունը, ընտրվեց ինքն էլ ազգային ժողովի փոխոսնակ, համեցեք։ Տեսեք, դրանց ընտանիքի բյուջեն ընդամենը մի հայկական գյուղական համայնքի, միջին համայնքի տարեկան բյուջեի չափ է։ Մի քպեական ընտանիքի բյուջեն։ Այսինքն մի գյուղ պիտի զրկանքներ կրի, պիտի այդպես հալածվի, բանկերով, չգիտեմ ինչով, հանձնվի կամ որի մի քպեական ընտանիք ճոխ ապրի, գլուխները յուղոտ ապրի։ Օրինակ, ես կարծում եմ շատ սխալ է, կարելի էր չէ 10 համայնքի չափ գումար հատկացնել այդ Կոնջոյանին, ասենք տալ 40 միլիոն դրամ եւ նրան էլ այս ամսական տալ, որովհետեւ եթե լպիրշության աշճաններ կան, դու կատարյալ աշճանը լինի, խեք վերցրել ցածր աշճանը լպիրշության եւ սրա եղբայրներ կարծեմ, որ այդպես անցուդարձ անելով հայոյում էր, սերանում են երանում եւ ուրեմն պարեկի հսկողության տակ։ Եվ հիմա մենք տեսանք, որ մի պարեկի հսկողությունը շատ քիչ էր։ Այս ժողովուրդ, դու ախր չես չարչարում, որ այդ պարեկը գա կարգու գնա, այդ պարեկը նրա համար է, որ քպեական պարագլուխներին եւ իրենց ազգականներին
հայոյելու հնարավորություն տա, հրճվելու հնարավորություն տա, այդ օրենքները խախտելու, ձեզ անվանարկելու, ծաղրելու հնարավորություն տա եւ դրանք պարտավոր են հսկել եւ հիմա մենք տեսանք, որ մի պարեկը իսկապես էլ քիչ էր։ Ես կարծում եմ հիմա դրանից հետևություն կանեն եւ երկու պարեկ կնշանակեն, որպեսզի երբ այդ լակոտես տեղնտեղ հայոյանքներ շախտա չկարողանան գնալ եւ ուրեմն սապկացնել։ Եվ ուրեմն նաև այդ կոնջոյաններին, մյուսներին, բոլոր նրանց, ովքեր զզվում են հայերից, ում համար Հայաստանը մի մեծ լափաման է, որտեղ բթվելու են, լապելու են եւ գալու են իրենց լափը արդարացնեն, որովհետեւ սրանք նվիրում չունեն ազգին, սրանք զողությունների գնացողներ չեն, սրանք ոչ թե կյանք, սրանք իրենց կյանքից մի օրը չեն զոհի հայ ժողովրդի համար, մի օրը մի ժամը, որ դնեն, մտածեն, ասեն, Անդրանիկը ոնց էր ասում զորավարը, քնելուց առաջ, գլուխներդ բարձին դնելուց առաջ, մտածեք հայրենիքի մասին, սրանք պետք է մտածեն, սրանք ինձ լափի մասին մտածող գոյանքներ են եւ իրար շնորհավորող, հոխորտացող, բայց այս անգամ հասկանում եմ, որ նաեւ իմ ժողովրդից խլել են իր հաղթանակը եւ ես ասեմ, որ եւ ընդդիմությունն է պարտվել, եւ իշխանությունն է պարտվել, հաղթել է ժողովուրդը եւ ժողովրդի հաղթանակը ընդդիմությունը չկարողացավ այդ հաղթանակին տեր կանգնել, չկարողացավ պարզապես, չուզեց, թե չկարողացավ, դրանք ի վերջո նույնն են։ Մենք տեսնում ենք այս իրականության մեջ ինչպես են մարդու ունեցած ուղղակի գողանում, Գագիկ Ծառուկյանի մասին է խոսքը, սա խայտարակություն է, գողանում, դնում իրենց դրոշը Այսպես ասեմ, ուրեմն եթե Հայաստանը, եթե ով եմ արդեն ասում, լինելու է, այդ բոլոր մեղսավորները պատժվելու են։ Իսկ Հայաստանը չլինելու դեպքում էլի կպատժվեն, բայց արդեն ոչ հայերի ձեռքով, որովհետև գիտեք, sense բան գոյություն ունի, դավաճաններին չեն ներում ոչ ոք։ Անկամ մեր թշնամին իօկուտ իրեն երկիր դավաճանողներին չի ներելու։ Դա այդպես է միշտ եղել։ Եվ հիմա սրանք էլ հերթով այդ պատասխանները տալու են եւ ստանալու են այդ հարվածները, ինչը ես տեմպերով շատ չէ ուշանալու։ Բայց ես չգիտեմ ինչի ես էլի ուզում եմ հավատալ իմ ժողովրդի ուժին, ուզում եմ հավատալ, որ պիտի կարողանա ի վերջո հասկանա, որ իրեն տանում են սպանդի, իրեն տանում են երախը իր թշնամու, իր դարավոր թշնամու, որը բիոլոգիապես չի կարում ընդունի մեզ, չի կարում այդ մարդը Թուրքիան չի կարում, նրանք ընդհանրապես ինչ են իրենց բնույթով, թալանչիներ են եւ տեսել ենք, չէ, որ ամբողջ պատմության ընթացքում իրենցը ճանենալով, լինելով քոչվորներ, ստեղից այնտեղից գողացել են ոչ միայն նյութական կարողություններ, այլև մշակութային արժեքներ եւ դրանցով փորձել են կայացնել իրենց ազգային ինքնությունը։ Սրանք ի վերջո գողեր են այդ մոլորակի վրա եւ սրա նրա գործիքը լինելով անգլիական գործիք, մյուսի ինչի Անգլիային հիշեցի, որովհետեւ ես այն ունեզրկումը, մեծ ունեզրկումը, որ հայերին դեմ արեցին այդ ցեղասպանության տարիներին, այդտեղ մասնակից է եղել եւ Անգլիան, եղել է եւ Գերմանիան, մենք այդ ակունքներից պիտի գանք հասկանալու, մենք ինչի ենք այսօր ընկել։ Մենք, որ ընդհանրապես աշխարհում են ազգերից են եղել, որը մեծ կարողությունների տեր է եղել, Գուլբենկյան, Մանտաշով, մյուսներ, հիմա դրել աշխարհից գումար ենք մուրում։ Ինչի, որովհետև ահա այդ ուժերը աշխատել են մեր դեմ։ Եվ ուրեմն մենք պետք է հասկանանք, ոչ թե պիտի հուսահատվենք, ոչ թե պիտի մտածենք, մեր դեմը մեծ ուժ է, այդ մեծ ուժին էլ կարող է մեծ ուժով հակազդել, ուղղակի պիտի ճանապարհը գտնենք։ Մենք այդ ամեն ինչը լուրջ թողել ենք, ընկել ենք այս էժան գզվրտոցների մեջ, այս պարտությունը ԿՊ-ն իրակ պարտությունն է փորձում շրջանցել, որ տեսեք, ես չեմ պարտվել, հա տեսեք, հա ասեն, ոչ պարտվել ես ԿՊ։ Քեզ ժողովուրդը չի սիրում, ոնց որ դու ժողովրդին չես սիրում, ժողովուրդն էլ քեզ չի սիրում, չի վստահում։
ներկայում։ Ժողովուրդը այն առողջ մասին, ազնվազարմ հայերի մասին է խոսքը, հասկացել են, որ դու երկիրը տանում ես կործանման։ Եվ դու մեղավոր չես, դու խամաճիկ ես, դու ընդունում ես, որ փրկությունը Թուրքիայի երախի մեջ է, քո փրկությունը Անգլիայի, ես իմ ձեռքի տակ ապարելն է, սրա նրա ձեռքի տակ ապարելն է, արևմուտքի ձեռքի տակ ապարելն է, եւ եթե հիմա մենք ասում ենք, բա ինչ անենք, մի անգամ ասում են Ռուսաստան, արա չէ, Հայկ Նահապետել կա։ Գնացեք Հայկ Նահապետի ձեռքը բռնեք, կողքը կանգնեք, այդ ինքնությունը վերաշնչավորեք, հիշեք, ինչ հզոր ազգի ակունք էր, սկիզբ էր։ Եթե չէ բոլորս էլ այդ նոյի նավից իջացներ ենք ըստ Բիբլիայի եւ մենք կարծեմ Հաբեթի ցեղն ենք եւ Հաբեթի ցեղի շարավիղն ենք եւ գալիս ենք եւ ինչ մեծ հզոր անուններ ենք ունենում եւ հանկարծ այս մարումը, այս անկումը եւ այս ԿՊ-ով եկավ այդ բոլոր անկումները սրբագրեց։ Երկե Հայկ Նահապետը եղավ իմ ազգի, իմ ժողովրդի որպես ինքնուրույն միավոր սկզբնավորողը, այս ԿՊ-ն էլ Նիկոլիկի գլխավորությամբ դառնում է ավարտը, վավերացնողը, իմ ժողովրդի, եթե սրանք են մնում ստեղ հարց որոշողները, էլի եմ ասում այդ հարցը ի օգուտ իրենց ընտանեկան արժեքների է, ի օգուտ իրենց լափի եւ լապամանի է, եւ անգամ այս դեպքում էլ չեն հասկանում, որ դա էլ ժամանակավոր բնույթ է կրում, եւ այն գողոնը, որ հայ ժողովրդից ուրեմն փախցրեցին, պալատներ են սարքում, են անում եւ փորձում են արդարացնել, որ այդ իրենց հասնում է, որ գիտեք, այդ ինչ մի նվազագույնն է եղել այդ բոլոր ժամանակներում, իմ կնոջ տած, դրանք էս են։ Սա չի նայում ասում, արա իսկապես էլ մարդիկ այսքան ծանր վիճակի մեջ, այս կառույցն էլ առանձնապես այտենց եկամտաբեր կառույց չի, ես ինչու են այսքան գումար, չէ, արա տալիս են տան են կարա, էսով են։ Էսով են այս մարդիկ, որոնք ձեն են տալիս մեզ, ԿՊ-ին, երկիր ավերողներին, ուրեմն ապրելու իրավունք չունեն, եւ այստեղ իրենց հետ չեմ կարող մրցել, որովհետեւ իրենք բացահայտ են ասում, եթե դուք մեզ եք ընտրել, ուրեմն մեր ծրագիրը ընդունում եք։ Դե եթե ծրագիրն էլ ընդունում եք, թեկուզ այն հատվածով, այն, չգիտեմ, 500,000-եր, 300,000-եր, որ ձեն եք տվել, իրանք էլ մի այդքան գողացել են, ուրեմն դրանք կարողանում են դրանցով, ուրեմն արգումենտ սարքել դա եւ դրանով կարողանալ վերջացնել, խեղդել իմ երկիրը եւ աշխարհի, ուրեմն արենայում այլևս վերջացնել իր ներկայությունը եւ այն արցունքի կաթիլի չափ ներկայությունը, որ ունենք այդ գլոբուսի վրա, դա էլ են ուզում ջնջեն։